Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 10-րդ երկրորդ երկի կներեք 10-րդ գլուխը։ Կանգնենք 6-րդ տեքստի վրա, որը ինչպես պայմանավորվեցինք, բավականին բարդ կառուցվածք ունի եւ շատ կարեւոր է զարգացնել գոնե թեթևակի դրա ուրեմն ինչ որ մի հասկացողություն այդ թեմաների շուրջ։ Ուրեմն տեքստը ինքը հնչում է այսպես. Երբ կենդանի էակը պայմանավորված դառնալու իր ներհատուկ հակվածությամբ միաձուլվում է Մահավիշնուի գոյությանը, ով խորասուզված է միստիկ քնի մեջ, այս գործընթացը կոչվում է տիեզերական դրսևորման լուծարում։ Ազատագրումը կենդանի էակի վերադարձն է իր ամփոփող ձևին, որին նա հասնում է, երբ նա հրաժարվում է անընդհատ փոփոխվող կոպիտ եւ նուրբ նյութական մարմիններից։ Եվ այսօր, ինչպես հասկացանք, մենք անցյալ անգամ քննարկեցինք ինչ է նշանակում պայմանավորված վիճակ, թե որտեղից է այն առաջանում, ինչու է, ինչպես է ստացվում, որ ինչ որ կենդանի էակներ իրանք ինչ որ հատուկ հակվածություն ունեն դեպի պայմանավորված դառնալու հնարավորությունը, եւ քննարկեցինք, թե ինչքան բարդ է ընդհանրապես հասկանալ, թե ինչպես կարող է բազմազանությունը դառնալ երանության հիմք։ Այսօր մենք ձեզ հետ պետք է ուրեմն քննարկենք մի շատ հետաքրքիր թեմա, դա Գերագույն Աստծո անձնավորության կամ արարչի, այստեղ մենք երբ որ խոսքը գնում է Վիշնոյի մասին, երբ որ խոսքը գնում է Վիշնոյի մասին, խոսքը գնում է արարչի մասին։ Եվ այստեղ խոսվեց դրա մասին, որ արարիչը ինքը գտնվում է միստիկ քնի մեջ։ Ինչի մասին է սա խոսքը, ընդհանրապես ինչ են հիմա քննարկում արիացիները։ Իրականում խոսքը գնում է Գերագույն Աստծո անձնավորության տրանսֆորմացիաների մասին, այսինքն, թե ինչպես տեխնիկապես, հասկանում եք, այդ տեխնիկապես արիացիների գաղափարախոսությունը ինքը լավն է հենց դրանով, որ իրանք ուղղակի տեխնիկապես նկարագրում են, թե ասենք այդ տվյալ process-ը ինքը ինչպես կարող էր տեղի ունենալ։ Եթե նույնիսկ ուղղակի տրամաբանության հիմքի վրա, ես միշտ ասում եմ, եթե նույնիսկ Աստված չկա, արիացիներից ավելի գրագետ Աստծո գաղափարը ոչ մեկ չի հորինել։ Ուրեմն, ինչի մասին է այստեղ խոսքը։ Տեսեք, արիացիների նախասկզբնական գաղափարը ինքը կայանում է նրանում, որ հոգևոր բազմազանությունը նախատեսված է Գերագույն Աստծո անձնավորության եւ կենդանի էակների երանելի կյանքի համար։ Այսինքն, որ կենդանի էակները եւ Գերագույն Աստծո անձնավորությունը վայելում են միմյանց հնարավորությունները տարբեր զանազան հարաբերությունների մեջ։ Մենք տեսանք, որ իրականում, ասենք, մեզ համար, որպես քրիստոնյա ազգ, այդ գաղափարը ինքը շատ անսպասելի է, որովհետև մենք սովոր ենք ընդունել հրյաների տեսակետը, թե, ասենք, ինչպես է արարվել նյութական աշխարհը։ Արիացիների գլխավոր գաղափարներից մեկը կայանում է նրանում, որ նյութական աշխարհը իր բազմազանությամբ կառուցվածքային տեսանկյունից հանդիսանում է հոգևոր աշխարհի արտացոլանքը։ Այսինքն կառուցվածքային տեսանկյունից իրենց միջև տարբերություն չկա։ Տարբերությունը առաջանում է հոգեբանության տեսանկյունից։ Ուրեմն նախասկզբնական վիճակը դա Գերագույն Աստծո անձնավորության գոյությունն է հոգևոր աշխարհում, որտեղ ինքը տարբեր բոլորակային համակարգերում հոգևոր տարբեր բառնավորումներ տալով, ուրեմն վայելում է երանության բազմազանությունը, ինքը ցուցաբերում է այդ բազմազանությունը եւ տարբեր կենդանի էակներ հրապուրվում են Գերագույն Աստծո անձնավորության տարբեր բառնավորումներով։ Մենք
խոսեցինք մի թեթև դրա մասին, որ իրականում եւ հոգեվոր եւ յութական աշխարհներում ամենաֆենոմենալ բանը կայանում է նրանում, որ կենդանի էակը ինքը կարող է իմանալ, որ կա ավելի կատարյալ անձնավորություն, բայց հրապուրվի բանել ինչ որ մի անձնավորությունով, որը իր տվյալներով ավելի պակաս է։ Եվ սա իրականում հնարավոր չի բացատրել։ Հա, կարելի է ասել, նյութական աշխարհում կարելի է ասել ինքը մարդը ինքը կարող է այդքան էլ սիրուն չի, դրա համար ինքը ստիպված է լինում համաձայնվել իր նմանների մեջ փնտրել զգացմունքներ, չէ՞, բայց իրականում զգացմունքները իրանք լինում են բավականին լուրջ։ Հիմա, եւ ուրեմն նախասկզբնական պատկերը դա նա է, որ ամբողջ հոգևոր աշխարհում գերագույն Աստծո անձնավորությունը տարբեր մարմնավորումներ տալով տարբեր կենդանի էակների հետ վայելում է իր գոյությունը։ Բայց ինչպես մենք արդեն քննարկեցինք, գիտելիքի սակավության պատճառով այն կենդանի էակները, որոնց այսպես կոչված կալիբրը այդքան էլ մեծ չի, հա, իրանք հակում ունեն սխալ գնահատելու, եւ երբ որ սխալ են գնահատում, ոչ թե հակում, այլ ուղղակի իրանք գիտելիքի չափը թույլ չի տալիս, որպեսզի իրենք վերջնականում այսպես կարողանան գերագույն Աստծո անձնավորությունը ճիշտ գնահատել։ Եվ որպեսզի տեղի ունենա հոգևոր աշխարհի երանությունը, կարևոր գործոններից մեկը կայանում է նրանում, որ նրանք, ովքեր կալիբրով փոքր են, պետք է իրանց պահեն այն անձնավորությունների հովանավորության ներքո, ովքեր որ կալիբրով մեծ են։ Այդ կենդանի էակները իրենք սովորաբար, որովհետև իրենց հիմքը սերն է, իրենք շատ հոգատար անձնավորություններ են եւ իրենք երբեք թույլ չեն տա, որպեսզի ավելի սակավ հնարավորությունների տեր կենդանի էակները ինչ որ մի բանը սխալ գնահատեն։ Եվ այդպես էլ ասվում է, որ հոգիներ կան, որոնք իրենք կարող են այդ նույն նախանձի զգացումը ունենալ, բայց եթե իրենք իրենց պահում են, ուրեմն այդ վեհ ազնվորությունների տրամադրության տակ, ապա նյութական աշխարհ չեն գալիս, որովհետև այդ անձնավորությունները կարողանում են իրենց, ասենք, այդ էպիզոդները, որտեղ իրենց մոտ այդ նախանձը առաջանում է, բարձր կալիբր ունեցող կենդանի էակները իրենք կարողանում են բացատրել այն սխալը, որը թույլ է տալիս կենդանի էակը, որի հիմքի վրա ինքը իրեն թույլ է տալիս այդ նախանձի զգացումը, չէ՞։ Եվ ուրեմն հիմա կան կենդանի էակներ, որոնք իրենք սխալ գնահատելու պատճառով այսպես, եթե պատկերավոր ասենք, նեղանում են Աստծուց, եւ երես թեքում իրարից, այն իմաստով, որ իրանք ուղղակի, գիտեք, հոգևոր աշխարհի համար իրականում ինչ-որ մի եսի ինչ չի տեղի ունենում, էլի։ Կենդանի էակը ինքը ուղղակի ինչ որ մի պահ մտնում է իր ներքին աշխարհը, հա, եւ այնտեղ ոնց որ ինքը իրեն փորձի պատկերացնել, որ իսկ եթե այս անձնավորության տեղը ես լինեի, եւ այդ առաջին հայացքից անմեղ մտքից առաջանում է կենդանի էակի նյութական գոյությունը։ Կարծում եմ, որ մի քիչ ավելի խորը մենք այդ թեման կքննարկենք մի փոքր ավելի ուշ, որտեղ այդտեղ համապատասխան տեքստեր կունենանք։ Հիմա ուղղակի, ինչպես ես ամեն օր ասում եմ, փորձում ենք ընդհանուր առմամբ գաղափար կազմել, թեկուզ այդ ընդհանուր առմամբը միևնույն է ստացվում է բավականին մանրամասն։ Եվ հիմա ուրեմն գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պետք է արարի մի աշխարհ, չէ՞, որտեղ ինքը իր ներկայությունը, իր գոյությունը պետք է ակնհայտ չլինի, որովհետև այդ աշխարհը նախատեսված է այն կենդանի էակների համար, ովքեր իր ներկայությունը չեն ուզում։ Եվ տեսեք հիմա ինչպես են դա նկարագրում արիացիները։ Իրենք ասում են այդ երանությամբ լի գերագույն Աստծո անձնավորությունը, որը բազմազան հարաբերություններ ունի կենդանի էակների հետ, տալիս է մարմնավորում, որը կոչվում է Տեր-Վիշնո, այսինքն արարիչ, ինքը տալիս է մի մարմնավորում, որը հիմա արդեն հատուկ նախատեսված է, որպեսզի գործ ունենա այն հոգիների հետ, որոնք չեն ուզում
իր ներկայությունը զգալ եւ չեն ուզում ենթարկվել իր կամքին։ Այսինքն ուզում են սեփական պատկերացումները իրականացնեն իրենց տեղի, դիրքի եւ այլի վերաբերյալ։ Եվ այդ վիճակը ինքը կոչվեց միստիկական երազ։ Այսինքն, երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը տալիս է Վիշնուի մարմնավորումը, տեսեք, Վիշնուն ինքը արարիչը, ինքը նկարագրվում է որպես մի անձնավորություն, որը մշտական պառկած է պատճառահետևանքային օվկիանոսի վրա եւ այդ նիդրայի մեջ է, այսինքն այդ միստիկական քնի մեջ է։ Այսինքն ինքն էլ այդ կենդանիակը ինքը ասեմ էլի պատկերավոր այդ կենդանիակը ինքը բան արեց, չէ, կտրվեց հոգևոր աշխարհից, մտավ իր տերաշխարհը։ Մենք նյութական աշխարհում էլ ենք շատ հաճախ այդպիսի վիճակներում լինում, հատկապես երիտասարդ տարիքներում, երբ որ երևակայում են երիտասարդները, իրանց ինչ-որ բան են երևակայում, չէ, որ իրանք գնում են իրանց ներքին աշխարհը եւ այդտեղ բաների երազների մեջ են ապրում, թե իրանք ինչ են, իրանք ով են, իրանք ինչի են հասել, ով է իրանք սիրում, ով իրանք չի սիրում եւ այլն, չէ։ Այդ երազանքների աշխարհը իրանք շատ ուժեղ արտահայտված է երիտասարդ տարիքում։ Եվ տեսեք, ասենք, չէ, այ հիմա Գերագույն Աստծո անձնավոր այ կենդանիակը ինքը գնաց իր մեջ, հա։ Եվ այդ պահին ինքը դադարեց ընկալել այն աշխարհը, որը իր համար իրականում ռեալ իր աշխարհն է։ Այն մտավ այդ իր երազների մեջ, ուզում է պատկերացնել, որ իսկ ինչ կլիներ, եթե այսինչ տեղում լինեի ես, այլ ոչ թե այն հոգին, որը կա, հա, ես ինչ կարող եմ այդտեղ վայելեի եւ ինչ կարող եմ այդտեղ ընդհանրապես անեի։ Չէ, ու երազանքների մեջ միշտ կենդանիակը պատկերացնում է այնպես, որ ինքը ինչ-որ մի հատ կատարյալ էակ է, որը ասենք, եթե ինքը լիներ այդ տեղում, ապա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ ավելի մեծ հաճույք կստանար, քան թե ստանում է այն անձնավորությունից, ով որ այդ պահին այդտեղ զբաղեցնում է։ Չէ՞։ Հիմա պատկերավոր ասած կենդանիակը գնաց իր ներաշխարհը։ Ու իր համար հոգևոր աշխարհը դադարեց գոյություն ունենալ այդ պահին։ Ինքը կենտրոնացած է իր ներքինի վրա։ Այն նույն բանը անում է Գերագույն Աստծո անձնավորությունը։ Հիմա էլ ինքն է գնում իր ներսը, հա, եւ անջատվում է այդ մարմնավորումով, որը որ կոչվում է արարիչ, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը անջատվում է իր անձնական կյանքից։ Հա, հասկանում եք, այսինքն այն կենդանիակները, որոնք ինչ-որ մի հատ ուրիշ իրականություն են ուզում, որտեղ Գերագույն Աստծո անձնավորությունը չկա, չէ, տեխնիկապես հիմա պիտի իրականանա երկու սկզբունք։ Առաջինը դա նա է, որ կենդանիակները պետք է ունենան այդ զգացումը, որ իրենց գլխին ղեկավար չկա, բայց երկրորդը դա նա է, որ ղեկավարը չի կարող չլինի։ Աստված ինքը չի կարող մահանալ։ Ինքը հավերժ կենդանի էակ է։ Եվ ինքը չի կարող դադարի լինել Աստված, որովհետև ամեն ինչը դա ինքն է։ Եվ ուրեմն նկարագրվում է այդպես, որ այդ Գերագույն Աստծո ազնվորությունն էլ տալիս է մարմնավորում, հա, որը ինքը արդեն կտրված է Գերագույն Աստծո անձնավորության անձնական կյանքից։ Եվ հիմա ինքը էլ ոչ մեկ չունի։ Հասկանում եք, իրականում արարիչը ինքը անսահման մենակ է։ Իր կողքը կանգնած է միայն Լաքշմին, միակ անձնավորությունը, որը իրան բաց չի թողնում։ Եվ տեսեք, ասենք, չէ, հիմա հոգեբանության տեսանկյունից սա իրականում ահավոր գրագետ գաղափար է։ Այսինքն հիմա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքն էլ իր հերթին, հիմա ինքը տեխնիկապես պիտի իրականացնի յութական աշխարհի արարումը, չէ։ Ուրեմն ինքը տալիս է մարմնավորում, որը կտրվում է հոգևոր աշխարհից։ Եվ դա դառնում է այն անձնավորությունը, որը հոգևոր աշխարհ չունի, անձնական կյանք չունի,
կա միայն պատճառական օվկիանոսը, ինչ է շարունակում պատճառական օվկիանոս, այսինքն կան այն պատճառները, որոնք կենդանի էակների եւ Աստծուն բաժանում են իրարից, հա, եւ հիմա ինքը պիտի իրականացնի այդ իրականությունը, որ ինքը համ կա, համ չկա, ու կենդանի էակներն էլ այդ իլյուզիայի մեջ, որ ինքը չկա, փորձում են իրենք ինչ-որ գործողություններ ծավալեն, որպեսզի ավելացնեն իրենց արժեքը ուրիշ կենդանի էակների համեմատ։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը այդպես կտրվելով իր անձնական կյանքից, կտրվելով իր երանությունից, կենտրոնանում է այդ թեմայի վրա, որ ինքը հիմա պիտի ստեղծի մի աշխարհ, որտեղ ապրում են նախանց կենդանի էակները։ Ինչ են ուզում տեխնիկապես կենդանի էակները, երբ որ իրենք նախանձում են։ Իրականում, երբ որ մենք ինչ-որ մի բանին նախանձում ենք, մենք ուզում ենք, որպեսզի այդ իրականությունը, որը մեր մեջ առաջացրել է նախանձի զգացումը, ուղղակի գոյություն չունենա։ Սա է մեր գլխավոր ցանկությունը, որպեսզի այդ իրականությունը ինքը ուղղակի գոյություն չունենա եւ վերջ։ Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը, երբ որ ինքը մտնում է այդ սամադհի վիճակի մեջ, այդ միստիկական քնի մեջ, չէ՞, ինքը այդ հիմա պիտի իրականացնի այդ թեմաները։ Ինքը պիտի իրան թաքցնի, հա? Բայց միևնույնն է աշխարհը տրամադրի։ Եվ ինքն էլ իր մեդիտացիայի մեջ հետևում է, թե ինչ է դառնում աշխարհը։ Երբ որ ինքը լցվում է նախանց կենդանի էակներով, չէ՞, որտեվ մենք շատ ենք չէ խոսում նրա մասին, որ այո, մենք ապրում ենք այդ աշխարհում եւ շատ լավ գիտենք, թե այստեղ ինչ է կատարվում, ուղղակի ամեն ազնվորություն ինքը սովորաբար արտաքին աշխարհը գնահատում է այսպես, որ ինքը անձամբ ինքը ամպոտ ոտքերով հրեշտակ է, իսկ մնացած բոլորը մեղավոր, նախանց, կեղտոտ անձնավորություններ են, բայց դա այդպես չի։ Նյութական աշխարհում նախանձ են բոլորը, այս կամ այն չափով, հա, մեր դարաշրջանում հատկապես դա արդիական խոսակցություն է, որովհետև աստվածամեժության դարաշրջանում պրակտիկորեն առաքինությունը չկա։ Այո, իհարկե, երբ որ կա աստվածակենտրոն, քաղաքակրթություն, որտեղ կենդանի էակները հիմնականում ճիքեր են գործադրում, որպեսզի, ասենք, բանանեն, առաքինության մեջ հաստատվեն, չէ, իրենք այնպես չի, որ իրենք նախանձ չեն, իրենք ղեկավարում են իրենց նախանձը։ Եվ նախանձը ղեկավարելու առաջի քայլը ինքը կայանում է նրանում, որ կենդանի էակը ինքը մի շատ կարևոր բան պիտի հասկանա, որ բոլոր կենդանի էակները ունեն այս աշխարհում այն, ինչ որ իրենք վաստակել են։ Այսինքն, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը շատ արդար անձնավորություն է, հա, եւ երբ որ ասենք ինչ որ մի կենդանի էակ, մենք դա դեռ շատ բաղավատամով, երբ որ սկսեն պատմությունները, այնտեղ շքեղ պատմություններ են լինելու, շատ խորը իմաստ ունեցող, հա, եւ երբ որ այդ պատմությունները կսկսեն, մենք կտեսնենք, հաճախ կտեսնենք այդ բանը, թե առաքինի անձնավորությունները ինչպես են ղեկավարում այդ, ասենք, հենց որ իրանք տեսնում էին ինչ որ մի կենդանի էակի, որը իրենց համեմատ ինչ որ մի առավելություն ուներ, իրենք այդ անմիջապես այդ միտքն էին իրաց գլխի մեջ պտտեցնում, որ ուրեմն այս կենդանի էակը յուրահատուկ ճիքեր է գործադրել, որ Գերագույն Աստծո անձնավորությունը իրեն այս պարգևը, այս դիրքը նվիրել է, հա? Եթե ես այդ դիրքը չունեմ, դա խոսում է ընդամենը մի բանի մասին, որ այդ դիրքը ունենալու համար ես ոչ մի ճիքեր չեմ գործադրել։ Երբ որ մենք խոսում ենք օրինակ աստվածամեժության դարաշրջանի մասին, ապա մենք խոսում ենք այնպիսի իրականության մասին, որտեղ հիմա այդտեղ ծնվում են առաքինությունից զուրկ կենդանի էակները, չէ՞։ Կներեք, հա, ուրեմն երբ որ ծնվում են առաքինությունից զուրկ կենդանի էակները, չէ՞, այդտեղ բարձր դիրքեր
գրավում են ավելի արատավորները, հա, այսինքն աստվածակենտրոն դարաշրջանում բարձր դիրք ունենալու համար պետք է ունենալ առաքինություն, իսկ բանի ժամանակ աստվածամերժության դարաշրջանի ժամանակ բարձր դիրք ունենալու համար պետք է ունենալ ավելի արատավոր բնություն, քան ունեն սովորական մարդիկ։ Հասկանում եք, չէ՞։ Այսինքն սա տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող դարաշրջան է, եւ արիացիները իրենք այդպես են նկարագրում, եթե մենք մի փոքր ուշադրություն դարձնենք, կտեսնենք, որ իրականությունը ինքը ռեալ այդպիսին է։ Եվ տեսեք, ասենք, չէ, հիմա ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը մտնում է այդ միստիկական քնի մեջ, որտեղ ամենակարևոր, այսպես ընդհանուր որ ասում ենք, ամենակարևոր բանը, որ պիտի հասկանանք, հիմա Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը պիտի համաձայնվի, հրաժարվի իր կյանքից եւ համաձայնվի լինի մենակ, որովհետեւ ընդհանուր առմամբ նյութական աշխարհում ապրելու ցանկություն ունեցող կենդանիակները, նույնիսկ մեր մոլորակի վրա, չէ, արդեն այնքան շատ են, մենք հասկանում ենք, որ թեկուզ ասվում է, որ նյութական աշխարհը դա հոգևոր աշխարհի ընդամենը 25%-ն է, բայց միևնույնն է, 25%-ը դա ահռելի թիվ է։ Եվ այդ ահռելի քանակությամբ կենդանիակները հիմա ինչ-որ ուրիշ իրականություն են ուզում։ Եվ այդ իրականության ամենագլխավոր հիմքը, որը դրսևորվում է որպես նախանձ Աստծո դիրքի հանդեպ, չէ, ամենագլխավոր դիրքը դա նա է, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը պիտի լինի ոչ թե Տերը, այլ ծառան։ Իրականում, եթե մենք ուշադրություն դարձնենք, չէ, նախասկզբնական շրջանում, երբ որ կենդանիակը ինքը նոր է գալիս հոգևոր կյանք, ինքը հենց այդպես էլ վերաբերվում է Գերագույն Աստծո ազնվորությանը, որ Գերագույն Աստծո ինչ է կանում, այս երբ որ կենդանիակը ինքը գալիս է, այ Բhagavad Gita-ում Տեր Կրիշնան ինքը պարզ ասեց, 4 տիպի մարդիկ են գալիս, ես մշտական սա կրկնում եմ, չէ, նրանք ովքեր տառապում են, նրանք ովքեր բան են, ասեք, նրանք ովքեր ուզում են պահպանել իրենց ձեռքբերումները, նրանք ովքեր հետաքրքրասեր են եւ միայն ամենավերջում նրանք ովքեր գիտելիք են, ասենք, ճշմարտությունն են ման գալիս, չէ։ Հիմա տառապանքը, երբ որ կենդանիակը ինքը ընդամենը ուզում է տառապանքից ազատվի այս աշխարհում, դա ինչ է նշանակում։ Հոգեբանության տեսանկյունից դա նշանակում է, որ ինքը կապված է նյութական երջանկությանը։ Իր համար միակ իրականությունը դա նյութական աշխարհն է։ Բայց այս նյութական աշխարհում կա մի հատ հանգամանք, որը ոչ մի կերպ չի թողնում, որպեսզի կենդանիակը լինի երջանիկ։ Դա տառապանքն է։ Եվ ինչպես մենք բազմիցս քննարկել ենք, տառապանքն էլ ինքը արիացիների կողմից թվարկվում է որպես 3 տեսակի տառապանք։ Ես ինքս ինձ եմ տառապեցնում տգիտությունից, եւ ուրեմն ուրիշ կենդանիակներն են ինձ տառապեցնում նախանձից։ Եվ վերջ։ Հասկանում եք, չէ՞։ Հիմա տեսեք, այդպիսի ազնվորությունը ինքը գալիս է հոգևոր կյանք։ Իր պատկերացումներն ինչպես են, իր աղոթքները, իր տրամադրությունները ինչպես են։ Աստված ջան, այս ցանկությունս կատարի, Աստված ջան, այս ցանկությունս կատարի, Աստված ջան, այստեղից պաշտպանի, Աստված ջան, այս իմ համար արա, ով դարձավ Աստված։ Ըստ էության, էլի։ Ով դարձավ Աստված։ Ինքը մի հատ, այսպես էլի, անհեթեթ բանաձև է փորձում իրականացնել անձնավորությունը այդ էտապում։ Որն է այդ էտապը, որ ես ընդունում եմ, որ դու ամենակարողն ես, բայց այդ ամենակարողի տեսանկյունից ինձ կծառայես։ Սա է, չէ, եթե այսպես էլի տկլոր իմաստը վերցնենք։ Հասկանում եք։ Սա է դուրս գալիս իմաստը, որ սկզբում կենդանիակը ինքը հենց դա է ուզում, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ծառայի կենդանիակին։ Այսինքն իրան հետ չէ ջղայնացնում, որ իր դիրքի մեջ ինքը պիտի կատարի Գերագույն Աստծո անձնավորության ցանկությունները։ Հիմա երբ որ ինքը գալիս է, ինքը առաջին քայլը դա է, որ ուզում եմ քեզանից անկախություն։
Ուզում հիմա գերագույն աստվածավորությունը իրան ներսում այդ ամեն ինչը այսպես շարում է, որպիսի ինչ, որպիսի վերջնականում միանգամից սկսի արարել յութական աշխարհը այնպես, որ յութական աշխարհում ամեն ինչը լինի հաշվարկված եւ իրա տեղում։ Այսինքն որ արդարությունը никто не отменял, էլի, արդարությունը ոչ մեկ չի կարող ոչնչացնել։ Ուղղակի նյութական աշխարհը ինքը իր կետն ունի արդարությունը իրականացնելու, չէ՞։ Եվ եթե հոգևոր աշխարհում արդարությունը ինքը իրականանում է սկզբից, նյութական աշխարհում արդարությունը իրականացվում է վերջում։ Եվ դրա համար է որ, ասենք, նյութական աշխարհում արդարության մեջ հաստատվելու արդարությունը տեսնելու համար մենք պետք է այդ արդարությունը փնտրենք արդյունքում, վերջում, ինչ է լինում վերջում։ Կներեք, ես մի հատ ձայնը անջատեմ, ոչ չհանգարի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ հիմա այն գերագույն աստվածավորությունը ինքը մտնում է այդպես իր ներքին աշխարհը եւ ընդունում է կենթանի էակի այդ բոլոր իր ցանկությունները հաշվի առնելով, կամաց իր մեջ դասավորելով, թե ինչպիսի կառուցվածք պիտի ունենա այն աշխարհը, որտեղ որ ուզում են ապրել նրանք, ովքեր իրան չեն ուզում։ Եվ գերագույն աստվածավորությունը հիմա ինքն էլ, այսա շատ կարևոր է, էլի, որ արիացիները իրանք շատ հանգիստ քննարկում են գերագույն աստվածավորության տրանսֆորմացիաները։ Հիմա ինքը գերագույն աստվածավորությունը պիտի համաձայնություն տա ծառայի կենդանիակներին։ Հիմա տեսեք, մի կողմից մենք կարող ենք ասել, որ դա իր համար ինչ-որ նորություն չի, որովհետև երբ որ մենք ասում ենք, որ հոգևոր աշխարհը ինքը հենված է գերագույն աստվածնարարության բարյացակամության վրա, չէ՞, դա հենց իր այդ տրամադրությունն է, որ ասենք կա ինքը, կան կենդանի էակները, եւ գերագույն աստվածնարարությունը ինքը այդպիսի տրամադրություններ ունի, որ ребята, давайте жить дружно, հա։ Այսինքն ինքը շատ բարյացակամ է վերաբերվում բոլոր կենդանի էակներին, ինքը բոլորի երջանկության մասին հոգ է տանում, մնում է ընդամենը, որպեսզի այդ կենդանի էակները իրար մեջ չգշտվեն եւ հակատրամադրություններ չունենան իր հանդեպ, չէ՞։ Ու մենք տեսնում ենք հիմա, որ արիացիները իրենք այդպես են նկարագրում, որ վրոդի բի թվում է, որ այսպես արտաքինից երբ որ նայում ենք, ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում։ Գերագույն աստվածնավորությունը ինչպես հոգևոր աշխարհում է բոլոր կենդանիակների ցանկությունները կատարում, հիմա էլ նյութականում պիտի կատարի, բայց հոգևոր աշխարհը տարբերվում է նրանով, որ այնտեղ բոլոր կենդանիակները իրենք գիտակցում են ում են պարտական իրենց երջանկությամբ եւ դրա համար սիրում են Աստծուն, որովհետեւ ինքը այո հոգ է տանում այն ամեն մի, այն ավազդի հատիկից սկսած մինչև իր սիրեցյալը բոլորի երանության մասին հոգ է տանում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասենք էլի, այս տեսանկյունից հիմա կենդանիակները իրանք գալիս են, այ պիտի գան նյութական աշխարհ։ Եվ իրանք ինչ-որ պահանջներ ունեն, չէ՞։ Եվ առաջի պահանջը դա է, որ եթե նույնիսկ դու կաս, քո կողքը պիտի ոչ մեկ չլինի, որը պիտի լինի քո գոյության իմաստը, մեզ ցանկությունները կատարելը, այսինքն մեզ ծառայելը։ Հա? Այսինքն հոգևոր աշխարհում այդպես է, որ մենք պիտի հաշվի նստենք քո ցանկության հետ, հիմա այստեղ էլ պետք է այդպես լինի, որ դու հաշվի նստես մեր ցանկության հետ։ Գերագույն աստվածնավորությունը ինքը իրականում, գիտեք ոնց է, էլի, հիմա ասես որ խոսամ կարողա թվա վայ, խեղճ Աստված, էս ինչ տրանսֆորմացիաների մեջով է անցնում, բայց իրականում իր համար արիացիները մեր լավ խոսք ունեն, ասում են լիլա, այսինքն խախ։ Հա? Գերագույն աստվածնավորության համար ոչ մի բանը լուրջ չի։ Այդքան լուրջ չի, ինչքան մեր համար է։ Հասկանում եք ինչու, որտեվ մեր կոնստիտուցիոն դիրքը դա կախվածությունն է, որ իհարկե, ասենք, եթե մենք արդեն նյութական աշխարհի ապրողներ ենք, դա նշանակում է, որ մենք այն հոգիներն ենք, որոնց այդ կախվածությունը դուր չի գալիս։ Չէ՞։
Բայց բոլոր դեպքերում ուրեմն գերագույն աստծո ազնվորությունը ինքը անկախ իրան ոչ մեկ չի կարող վնասել, իր երանությունը ոչ մեկ չի կարող պակասացնել, որովհետև մենք հիմա ինչ ենք խոսում, չէ՞, մենք չենք խոսում դրա մասին, որ նախասկզբնական գերագույն աստծո ազնվորությունը ինքը հրաժարվեց իր երջանկությունից։ Ինքը այդտեղ իր համար նստած վայելում է իր կյանքը, ինչպես ինքը միշտ վայելել է, եւ երբ որ ինչ-որ մի հատ ուրիշ խնդիր է առաջանում, այդտեղ ինքը տալիս է համապատասխան մարմնավորում, որը իր կյանքով այնտեղ ապրում է եւ կատարում է այդ ֆունկցիան։ Հասկանում եք, այդ գերագույն աստծո ազնվորության այդ ունակությունը, չէ, ինքը դարձնում է իրան կատարյալ էակ։ Կատարյալ էակ, որտեղ իր ներքին երանությունը ընդհանրապես չի տատանվում։ Հասկանում եք։ Եվ այդ որ Տեր Կրիշնան ինքը 4-րդ գլխում խոսում էր դրա մասին, որ ուսումնասիրեք իմ պահվածքը եւ օրինակ վերցրեք ինձանից, այդտեղ միայն մաքուր սիրո մասին չէ խոսքը։ Այսպիսի բաների մասին էլ է խոսքը, թե որ գերագույն աստծո ազնվորությունը ինքը ինչ ռեակցիա է տալիս նախանձին։ Չէ, որ հիմա երբ որ մենք խոսում ենք արարչի մասին, դա գերագույն աստծո ազնվորության այն մարմնավորումն է, որը պատասխան է տալիս նախանձին։ Եվ այդ որ նկարագրվում է, որ ինքը միշտական գտնվում է միստիկական քնի մեջ, չէ՞, այդ դա է, որ հիմա այդ աշխարհը, որում ուզում են ապրել այն կենդանիակները, որոնք իրենք բան են էգոիզմի եւ նախանձի վրա են հենված, չէ՞, այդ աշխարհը ինքը չի կարող ռեալ լինի, որտեղ ռեալ աշխարհը հոգևոր աշխարհն է։ Հիմա այստեղ պիտի ինչ-որ իլյուզիա տեղի ունենա։ Եվ տեսեք, այդ մարմնավորումը արարիչը ինքը հերքում է իր անձնական կյանքը, ասում է ինչ եք ուզում, այքը սկսում է ցանկություններ կատարել։ Ինչ եք ուզում, որ ես լինեմ մենակ։ Okay, ես մենակ եմ։ Հետո էլ ինչ եք ուզում։ Հա, որ ես ձեր ցանկությունները կատարողը լինեմ։ Եղավ, ես ձեր ցանկությունները կատարողն եմ։ Բայց համաձայն եք, որ ձեր ցանկությունների համար պիտի պատասխանատվություն կրեք։ Հա, ուրեմն եւ արդարը դա է։ Ուրեմն այդ օրենքն էլ իմ կամքն է այդ աշխարհում, որը դուք ուզում եք։ Որտեվ դուք, ասենք, կենդանիակները իրանք սա շատ կարևոր գաղափար է։ Մենք ունենք ընդամենը մի պատասխանատվություն։ Մենք պատասխանատու ենք այն ամենի համար, ինչ ուզում ենք։ Հասկանում եք։ Շատ լուրջ ենք պատասխանատու։ Առանց ոչ մի կոմպրոմիսների։ Եվ դրա համար, այո, ինչպես արիացիները պնդում են եւ հոգեբանները վերցրել են այդ գաղափարը եւ շատ մեծ հաջողությամբ օգտագործում են, այն իրականությունը, որի մեջ մենք նստած ենք, դա այն է, ինչի որ մենք արժանի ենք։ Ամեն մեկը եւ իր անձնական կյանքում եւ ազգային տեսանկյունից եւ պետականության տեսանկյունից, բոլոր տեսանկյուններից։ Հասկանում եք, չէ՞։ Օրինակ ասենք, էլի, այ մի հատ էսպես, եթե արդարություն ունեք ձեր սրտում գոնե 5 գրամանոց, այդ 5 գրամանոց տեսանկյունից, ասես մի հատ նայեք, ինչ է կատարվում, օրինակ մեր երկրում, հա, ասենք, պրոստը այ մարդիկ իրանք ինչպիսին են, ինչպես են հարաբերվում, ինչպիսի մտածելակերպ կա եւ պատկերացրեք, որ դուք Աստված եք, դուք ինչ կտայիք հայերին։ Այս արդեն լրիվ լուրջ եմ հարցնում։ Արդարության տեսանկյունից ինչ կտայիք։ Եվ եթե մի քիչ լուրջ մտածեք, կտեսնեք, որ կտայիք ինչ որ մենք հիմա ունենք։ Հասկանում եք։ Եվ այդ գերագույն աստծո ազնվորությունը ինքը, այսինքն այդ որ ինքը այդ նիտրայի մեջ է մտնում, չէ, այդ ամենասկզբնական բանում ինքը սկսում է տալ իր համաձայնությունները, որ ասենք, այդ դուք ուզեցիք, ես որպես բոլոր կենդանիակների ցանկություններ կատարող միանգամից կենտրոնացա ձեր ցանկության վրա, տվեցի այն մարմնավորումը, որով ես
համաձայն եմ, որ լինի մի աշխարհ, որտեղ դուք մտածում եք, որ ես չկամ։ Հաջորդը ո՞րն է։ Հաջորդը դուք ուզում եք, որ ես կատարեմ ձեր ցանկությունները։ Հա, դե ես տեղից էլ կատարում եմ։ Ուղղակի, երբ որ կենդանեակները իրանք գիտակցում են, որ ցանկությունը կատարողը ես եմ, ես մնում եմ իմ Աստծո դիրքում։ Իսկ եթե դուք ուզում եք չգիտակցել, դա նշանակում է, որ դուք ուզում եք, որ ես ձեր ծառան լինեմ։ Իսկ ծառան միշտ նշանակում է, որ դուք ուզում եք, որ ես կատարեմ այն ցանկությունները, որոնք պայմանականորեն ասած լավը չեն։ Հասկանում եք։ Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը այդ իր քնի մեջ, այսպես քայլ առ քայլ ընդունում է այն կառուցվածքը, հասկանում եք, որը իրականում պետք է լինի այն աշխարհում, որտեղ ապրում են այն կենդանեակները, որոնք անկախություն են ուզում։ Հա, հիմա այդ տեսեք, երբ որ ես հիմա նկարագրեցի, չէ, որ ասեք, ինքը իր ամենասկզբնական որակներից մեկը դա նա է, որ ինքը բոլոր կենդանեակների ցանկությունները կատարող է։ Եվ դրա համար է, որ դա երկու ստեկ է, հոգևոր աշխարհում դա երկու ստեկ է։ Ինքը մի կողմից ինքը իր համար հետաքրքիր է իր բոլոր հնարավորություններով վայելել իր գոյությունը եւ ինքը այսպես տարբեր մարմնավորումներ է տալիս, որտեղ ամեն մի մարմնավորումը ինչ որ մի իրեն յուրահատուկ պոտենցիալ ունի, չէ՞։ Եվ ասենք կան կենդանի ակտեր, որոնք իրանցից ամեն մեկը իր այդ ինչ-որ մի մարմնավորման վրա սիրահարված, կոպիտ ասած, իր հետ հարաբերությունների մեջ է, չէ՞։ Եվ այդտեղ ինքը ոնց որ համ այդ վիճակում է, էլի, որ իր բոլոր հնարավորությունները ռազմյորնուտի բացված են, էլի, այսպես գործում են եւ ամեն ինչը ծառայում է նրան, որ եւ ինքը երանելի լինի եւ իր հետ շփվող կենդանեակները, չէ, ապա երբ որ գալիս է նյութական աշխարհ եկող կենդանեակները ուրիշ իրականություն են պահանջում իրանից, չէ, եւ դրա համար է որ մենք պիտի չզարմանանք, երբ որ եթե մենք այս բաները հասկանում ենք, մենք դադարում ենք զարմանալ, որովհետեւ ամեն ինչ միանգամից ընկնում է իր տեղը։ Այսինքն Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը համաձայնություն է տալիս լինել մեր ծառան։ Երբ որ ինքը ասում է լինել ծառան, տեսեք, այ հոգևոր աշխարհում, չէ, Գերագույն Աստծո անձնավորությունը նույնպես կատարում է բոլոր կենդանեակների ցանկությունները, բայց այնտեղ ապրում են այն կենդանեակները, որոնց ցանկությունները համընկնում են Գերագույն Աստծո անձնավորության ցանկությունների հետ։ Իսկ երբ որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է ես համաձայն եմ լինեմ ձեր ծառան, դա նշանակում է, որ ես կատարելու եմ եւ այն ձեր ցանկությունները, որոնք իմ դուրը չեն գալի, որտեվ ծառան ինքը չունի իր կամքը։ Այ մենք սովորաբար շատ ենք կրոնական մարդիկ իրանք շատ եմ խոսում նրա մասին, որ բան Աստծո կամքը ամեն ինչ իր կամքով է։ Ես իմիջ, բայց որ մի հատ ուրشادիր, այ հիմա այս տեսանկյունից նայեք, որը մենք հիմա քննարկում ենք, չէ՞, դուք պարզ կտեսնեք, որ իրականում ոչ մի կենդանեակ ինքը պատրաստ չի Աստծո կամքը կատարի։ Եվ ինքը այդպես ինչ-որ խոնարհվում է, աղոթում է, խոսում է, եսի մի չի անում, մենակ մի բանի համար, որ Աստծուն ենթարկեցնի իր կամքին։ Հա, եւ տեսեք, այստեղ Գերագույն Աստծո անձնավորությունը իր համար ամենադժվար պայմանականորեն դժվար, հա, հոգեբանորեն ամենաանցանկալի, այսպես ասենք, ոչ թե դժվար, այլ անցանկալի, ամենաանցանկալի տրանսֆորմացիան, որ ինքը այդտեղ ապրում է, դա նա է, որ ինքը համաձայնություն է տալիս կատարել կենդանեակների այն ցանկությունները, որը իրան չեն համապատասխանում։ Այսինքն որոնց հետ ինքը համաձայն չի։ Հա, որտեվ ինչու։ Նյութական աշխարհ են գալիս կենդանեակները, որոնք իրենք նախանձ են։ Հա, նախանձի հիմքի վրա Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ստիպված է լինում արարել մի աշխարհ, որտեղ մարմինները պիտի լինեն ժամանակավոր։ Ինչու համար։ Որովհետև նախանձ միշտ նշանակում է, որ կան կենդանեակներ, որոնց գոյությունը ես չեմ ուզում։ Ու ես ուրախ կլինեմ, եթե իրանք մեռնեն, այդ պրոստը չլինեն։
Հասկանում եք, աստվածամերժության դարաշրջանում օրինակ, չէ, ասենք տաղանդավոր մարդիկ իրանք շատ լավ գիտեն, թե ինչքան մարդ կա, որը չի ուզում, որ իրանք լինեն։ Հարյուրավոր մարդիկ են մի անգամից առաջանում, հենց որ մարդը, որը ինչ-որ մի տաղանդ ունի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք հիմա գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հիմա ինքն էլ իր տրանսֆորմացիաները պիտի անցնի եւ իր այդ միստիկական քունը, որտեղ ինքը մտավ իր մեջ եւ ինքը սկսեց հրաժարվել այն ամեն ինչից որ այդ իրան չուզող կենդանիակներն են ուզում, որ ինքը չունենա, այլետի ունենան մենակ իրանք։ Այսինքն իրանք ունենան կյանք, նյութական աշխարհում կրքերի հիմքի վրա, հա, իրանք ունենան կյանք, իրանք ունենան երջանկություն, իրանց ցանկությունները կատարվի, իսկ գերագույն Աստծո անձնավորությունը, գիտեք, այն Պուշկինի ոսկե ձկնիկի նման, հա, հիշում եք այն տատիկը, վերջում ինչ ասեցիք, ասեց եւ ես ուզում եմ, հա, իր վերջնական ցանկություններ, չէ, եւ ես ուզում եմ, որ այդ ոսկե ձկնիկը была бы у меня շատ բան բառ է ասվում, էլի ռուսերենով, на побегушках, հա, побегушка, այսինքն այսինքն որ ինչ հրամայեմ անի։ Եվ կենդանիակները իրանք այդ դրա մասին են, իրանք գալիս են նյութական աշխարհ այդ ցանկությամբ։ Ու գերագույն Աստծո անձնավորությունը տալիս է իր համաձայնությունը։ Մենք պիտի հասկանանք, էլի թե հոգեբանական տեսանկյունից ընդհանրապես ինչ է տեղի ունենում, երբ որ տեղի է ունենում նյութական աշխարհի արարչագործությունը։ Եվ երբ որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իր մեջ տալիս է այդ համաձայնությունը, չէ, մենք արդեն քննարկեցինք, ինքը չկա, իսկ եթե կա, ապա ծառա է։ Հա, եւ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը հենց այդպես էլ վարվում է։ Եվ դրա համար է, որ կենդանիակները նյութական աշխարհում, այսինքն նյութական աշխարհը իրանց տալիս է այդ հնարավորությունը։ Դա գերագույն Աստծո անձնավորությունն է, չէ, համաձայնվել։ Ինքը մեր ցանկությունը կատարելն է համաձայնվել։ Նա ծառայել է մեզ, մինչև հիմա էլ ծառայում է ամեն կայլապոխին, չէ՞։ Դա մեզ ծառայելու համար է, որ ինքը ժամանակավոր մարմին է ստեղծել, որպեսզի երբ որ մենք ուզում ենք սպանել, կարողանանք դա անել։ Հասկանում եք։ Սրանք իրանք շատ կարևոր կետեր են, որը մենք եթե մենք չհասկանանք, օրինակ ես հիմա ներկայացնում եմ ձեզ մի տեսանկյուն, որը ժամանակին, որ ես ասեմ, ես ցնցված էի, երբ որ այս ամեն ինչը ընկալեցի, որ արիացիները ինչ գաղափարներ են առաջ քաշում եւ ինչ խորությամբ են ընդհանրապես նայում այս ամեն ինչին, բայց դա էլի որ իրանց գրվածքները իրանք այնպես են կառուցված, որ դու պիտի գնաս բառի հետևից, հա, պիտի գնաս, իրանք ինչ-որ բառ ասեցին, դու պիտի գնաս այդ բառի հետևից, հասնես այդ բառի հատակին, այսինքն իր վերջնական իմաստին, վերցնես այդ բառի բոլոր իմաստները, որ կարողանաս հասկանաս, թե իրանք հիմա այստեղ ինչ ասեցին, այս բառը երբ որ ասեցին, սա ինչ իրականության բերեց։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն ծերեներս այդ գերագույն Աստծո անձնավորության այդ բան էլի քնած միստիկական քունը, որ այստեղ ասվեց, ինքը միստիկական է հենց այդ պատճառով, որ այդ քնի մեջ է, որ տեղի է ունենում ամբողջ նյութական արարչագործությունը։ Այդ ժամանակ է, որ գերագույն Աստծո անձնավորությունը իմին է իր արարչի բանով, իրանք այդպես չեն նկարագրի, որ վերցրեց կավից սարքեց, չէ, իրանք կնկարագրեն, որ կենդանիակները իր անբաժանելի մասիկներն են, իրանք միշտ են այդպիսի մնում, չէ, եւ իրանք այդպես կնկարագրեն, որ այդ բոլոր նախանց կենդանիակներին գերագույն Աստծո անձնավորությունը իմինը այդ իր արարչի մանրավորմամբ քաշում է իր մեջ։ Հա, ինքը իրանց բոլորին քաշում է իրանց մեջ, եթե ես ժամանակակից լեզվով խոսեմ, բոլորի սկանը անում է, հա, ռենտգենը հանում է,
Այ արդեն հիմա ինքը իր մեջ ունի բոլոր այդ նախանց կենդանի էակների գիտակցությունը, նրանց ցանկությունները, նրանց գաղափարները, թե ասենք այդ գաղափարը, որ իրանք ինչ են առաջ են քաշում, վերջնականում ինչպիսի աշխարհ է ստացվում։ Հա, եւ ինքը, այսինքն, այն ֆիլիգրաննի ճշգրտությամբ, այ պիտի այդ բոլոր կենդանի էակների այդ ռենտգենը հանելու հետևանքով աշխարհ արարի։ Հասկանում եք, համապատասխանող այդ կենդանի էակների հոգեբանությանը, որտեղ ամենագլխավոր գաղափարը կայանում է, որ կամ դու չկաս, եւ մենք ուղղակի այ ոնց են աթեիստները ոնց են մտածում, ոչ բան չկա, կա բնությունը, սա փաստ է, կանք մենք, սա էլ է փաստ, բնությունը ունի իր օրենքը, որտեղ հաղթում է նաով ուժեղը, եւ պիտի ուժեղ լինես, որ կարողանաս քո գոյությունը վայելես, վերջ։ Սխալ կատարեցիր, այդ սխալի համար հետո պատասխան ես տալու։ Հասկանում եք, չէ՞։ Ոնց որ ասենք հիմա այս պահին եվրոպական բոլոր երկրները իրանք գտնվում են մուսուլմանների ճիրաններում։ Ինչու՞, որովհետև ժամանակին այդ դեմոկրատիայի գաղափարի վրա իրանք բոլորին ընդունում էին, բացարձակապես չմտածելով, թե դա ինչերի կարող է բերել։ Իսկ դա բերեց մի բանի, որ վերջնականում Էլդողանն է ինքը ուղղակի հանգիստ կանգնում է, երբ որ Եվրոպան, այսպես ասած, հադադա է տալիս, Էլդողանը ուղղակի կանգնում է, ասում է, դուք ինչ է մոռացել եք, քանի տոկոս ենք մենք կազմում ձեր երկրներում, մի հատ այսպես կանեմ, մեջից այնպես կտրաքացնեմ, որ կմոռանաք որտեղ եք ծնվել։ Չէ՞։ Նրանք իրանց համար գործոն էին ավելացնում, իսկ այստեղ մարդիկ իրանք, այսպես տնավարի ասենք, դեմոկրատիա էին խաղացնում։ Հիմա ինչ-որ մի հատ իրականության առաջ են կանգնած։ Չէ, այո, նյութական աշխարհը ինքը այդպիսին է։ Հասկանում եք, եւ տեսեք, ասենք, մենք հիմա ձեզ հետ քննարկեցինք այդ առաջի բանով, էլի, իրականում սա շատ խորքային խոսակցություն է։ Եվ եթե դուք տեսնում եք, հույսով եմ գնահատում եք, որ այսպիսի թեմաներ չեն քննարկվում բացարձակապես ոչ միտեղ։ Բացարձակ ոչ մեկ ընդհանրապես տեղյակ չի այս թեմաներից։ Հասկանում եք, բացի արիացիներից։ Եվ մենք տեսնում ենք, որ բավականին խորը նկարագիր է տրվում, թե ինչպես է ձևավորվում նյութական աշխարհի արարումը, հա։ Եվ ուրեմն հաջորդ գաղափարը, որ այստեղ առաջ քաշվեց, կներեք, ես մի հատ նորից բացեմ տեքստը, հա։ Ուրեմն այս գործընթացը կոչվում է տիեզերական դրսևորման լուծարում։ Ազատագրումը կենդանի էակի վերադարձն է իր անփոփոխ ձևին։ Այսինքն, տեսեք, երբ որ ասում է լուծարում, մենք դեռ կկարդանք հետագայում, չէ, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը այդ որ քաշում է բոլոր այդ կենդանի էակներին, որոնք նյութական աշխարհ են ուզում, քաշում է իր մեջ, չէ, հետո ինքը երբ որ արտաշնչում է, այդ իրականում դա վարքյաններ են տևում, էլի, մենք ասես մանրամասն խոսում ենք, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կատարյալ է, իր մեջ process-ները իրանք, եթե այսպես բան բերեմ, իրանք մեջ process-ները տեղի ունենում նույնքան արագ, ինչքան համակարգչի մեջ, հա։ Եվ տեսեք, ասենք, չէ, Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը երբ որ արտաշնչվում են նյութական աշխարհները։ Հետո նյութական աշխարհներում կենդանի էակների գործունեության եռուզեռն է սկսվում, հա, ամեն մի կենդանի էակ իր ճանապարհով գնում է իր արժեքային համակարգին համապատասխան, իր կապերին, ատելություններին, կապվածություններին, ճակատագրեր է ստեղծում իր համար եւ այլն, իր մեջ ինչ-որ կոչվում է կարմա։ Այսինքն հետևանքներ ստեղծող գործունեություն, հա։ Գալիս է մի պահ, չէ, երբ որ այդ ամեն ինչի մեջ նյութական աշխարհում միշտ կա հոգևոր կյանքը։ Եվ գալիս է մի պահ, երբ որ ինչ-որ կենդանի էակներ մեծ քանակությամբ վերադառնում են հոգևոր աշխարհ արդեն։ Դա լինում է, եւ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը երբ որ շունչ է քաշում, նյութական աշխարհները նորից վերադառնում են իր մեջ։ Այդ որ գիտնականներն ասում են հիմա տիեզերքը լայնանում է, եթե այդ պահն է, երբ որ ինքը արտաշնչում է։ Եթե իրանք
բավականին երկար ժամանակ հետո հետազոտեն տիեզերքը, կտեսնեն, որ տիեզերքը սխմվում է։ Այս ժամանակ էլ կասեն սխմվում է, բայց դա գերագույն աստվածավորությունը շունչ է քաշում։ Հա, եւ այո, որ ինքը բան է քաշում է իր ներս նորից նյութական աշխարհները, չէ՞։ Այդ ժամանակ բան է, էլի մի հատ перезагрузка։ Ոնց է դա կոչվում հայերեն, չգիտեմ, էլի перезагрузка է տեղի ունենում։ Եվ նրանք, ովքեր նոր են գալիս նյութական աշխարհ տեղավորվում են այդտեղ, որտեղ պիտի լինեն, չէ՞, նրանք, ովքեր արդեն պիտի գնան նյութական աշխարհից, այդ ամենը սրանց ուղարկե, հետ ուղարկեց, սրանց ընդունեց ու նորից բաց թողեց նյութական աշխարհը։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն եւ այստեղ խոսեցվեց նրա մասին, որ կենթանիակի հոգևոր մարմնի մասին արդեն։ Այսինքն ազատագրումը կենթանիակի վերադարձն է իր անփոփոխ ձևին։ Այս անփոփոխ ձևը հիմա արդեն դա լուրջ խոսակցություն է, կոնֆլիկտային խոսակցություն է բոլոր այն ազնվորությունների հետ, ովքեր որ տեղյակ են վեդայական ուսմունքից։ Ովքեր որ տեղյակ են վեդայական ուսմունքից, եւ ուրեմն, սիրելիներս, ինչի մասին է խոսքը։ Երբ որ կենթանիակը հիմա պիտի վերադառնա հոգևոր աշխարհ, եւ երբ որ ինքը իմանում է, որ վերջնականում հոգևոր աշխարհը դա բազմազանության աշխարհ է, որտեղ օրինակ իմպերսոնալիստերի մոտ այդպիսի թեմա չի բարձրանում։ Մենք երեք խոսացինք ձեզ հետ, որ այդ իմպերսոնալ բրահմանի մեջ գտնվող դա երկու աստիճան են նույն գաղափարի, որ բոլորս նույնն ենք։ Պրոստը մի դեպքում նույնն ենք առանց մարմնի, մյուս դեպքում նույնն ենք արդեն մարմնով։ Եվ տեսեք սիրելիներս, չէ՞, ուրեմն, երբ որ կենթանիակը ինքը հիմա տեղյակ է դառնում, որ արիացիները իրենք պնդում են, որ վերջնական ճշմարտությունը դա հոգևոր բազմազանությունն է։ Անմիջապես, քանի դեռ մենք պայմանավորված ենք, մենք բարձրացնում ենք հենց այն հարցը, որի պատճառով որ եկել ենք նյութական աշխարհ։ Այսինքն ամեն մեկը իր մեջ քննարկում է, հայտարարել է ես հոգևոր աշխարհում ով եմ։ Եվ ասենք կենթանիակը ինքը տեղյակ է լինում, որ գերագույն աստվածավորությամբ կարելի է լինել իր սիրեցյալը, կարելի է լինել իր ընկերը, կարելի է լինել նույնիսկ իր ծնողը, կարելի է լինել, չգիտեմ, իր երեխան, կարելի է լինել սա, կարելի է լինել նա, չէ՞։ Եվ ամեն մի կենթանիակ ինքը միանգամից այդ հարցն է բարձրացնում։ Այդ ո՞նց է որոշվում։ Այսինքն ես իրավունք ունեմ ընտրեմ իմ հարաբերությունները Աստծո հետ։ Սա կեղծ եսից առաջացած վերաբերմունք է, որտեղ այո, ամեն կեղծ ես, այսինքն նյութական գիտակցությունը ինքը մշտական ձգտում է առավելության։ Եվ երբ որ ինքը տեղյակ է դառնում, որ գոյություն ունի հոգևոր աշխարհի բազմազանությունը, ինքը համաձայն է այդ բազմազանությանը, եթե բոլորը գրավում են նույն դիրքը, հա, կամ ասենք նյութական գաղափար է հնչում, որ կենթանիակը ինքը գնացել է Աստծո մոտ, բայց նույն տեսքը ունի, ինչ որ էստեղ ուներ, երբ որ մարդու մարմնում էր։ Հա, բացարձակ նյութական գաղափար։ Եվ ասենք այդ հարցն է բարձրացնում։ Եվ սա իրականում այդ վեդայական արդեն այս դաշտում շատ մեծ պատերազմ, ոչ թե պատերազմ, էլի մեծ խոսակցություններ են գնում այս թեմայի շուրջ։ Կենթանիակը իր հարաբերությունները Աստծո հետ ընտրում է, իրավունք ունի ընտրի, թե չէ։ Որտեվ եթե ինքը իրավունք չունի ընտրի, այս ինչպես էստեղ ասվեց իր հավերժ ձևն է, ապա նշանակում է, որ իրան դիրքը պարտադրել են։ Եվ ինքը հենց այդ դրա հանդեպ ըմբոստությամբ է, չէ, եկել նյութական աշխարհ։ Այմա երբ որ ինքը պիտի հետ դառնա, առաջինը ինչ որ եւ արդեն երբ որ խոսքը գնում է այդ հոգեվոր այդ կյանքի մասին,
Առաջի հարցը, որ իր մեջ առաջանում է, ես կարող եմ ընտրեմ ինչ հարաբերություն եմ ուզում Աստծո հետ, թե ոչ։ Ինչպես տեսնում ենք, այստեղ Շուկատևը Գոսվամին ինքը առաջ քաշեց շատ կարևոր գաղափար։ Կենդանեակի հոգևոր մարմինը ինքը հավերժ է։ Եվ իրեն տրված է Աստծո կամքի համաձայն։ Հասկանում եք, այսինքն այն ազնվորությունները, որոնք իրանք հարց են բարձրացնում, ես իրավունք ունեմ ընտրեմ թե ոչ, իրանք սովորաբար հիմա էլ հաշվի չեն առնում Աստծո ազատությունը։ Հասկանում եք։ Օրինակ ասենք, կենդանիակը ինքը հարց է բարձրացնում։ Այս իրավունք ունեմ ընտրեմ, որ ես ուզում եմ լինեմ Աստծո սիրեցյալը։ Հիմնականում միանգամից այդտեղ են խփում։ Էդ են ուզում միանգամից, որտեղ դա հայտարարված է հոգևոր աշխարհի ամենաբարձր հարաբերությունները։ Հա? Այրա, ես իրավունք ունեմ, թե չէ։ Հիմա դու ասում ես, հա, իրավունք ունես, ուզում ես ուզի։ Ինքը միանգամից, վсё, ես ունեմ բան, Աստծո սիրեցյալն եմ։ Հասկանում եք, այստեղ ինչ է, այ մի հատ որ ուշադիր նայեք, այս գաղափարը երբ որ հնչեց, ինչը դուժեց։ Հիմա էլ դուժեց Աստծո անձնավորությունը։ Ազատությունը, այսինքն, եթե ես որոշել եմ, որ ես ուզում եմ լինեմ Աստծո սիրեցյալը, вообще կապ չունի, ես Աստծուն դուր եմ գալի, դուր չեմ գալի, ինքը պիտի դառնա իմ սիրեցյալը։ Այդ Աստծով դարձավ, իմ խաղալիքը։ Հասկանում եք, այսինքն մարդիկ հիմա էլ այստեղ չեն կարողանում գնահատել, էլի թե ասենք Աստծո դիրքին ինչքան խփող, ինչքան նսեմացնող հարցեր են առաջացնում։ Որովհետև առաջի գաղափարը, որ մենք միշտ պիտի մեր աչքերի առաջ պահենք, դա նա է, որ սկզբում Աստված մենակ էր, երբ որ ինքը ուզեց երանություն վայելի, հա, ուրեմն առաջացավ բազմազանությունը։ Այսինքն մենք պիտի հասկանանք, որ իրականում ընտրելու իրավունքը Աստծունն է, որտեղ մենք իրամասնիկներն ենք։ Տեսեք հիմա, բարձ բան եմ ասում, նյութական աշխարհում, ենթադրենք, ես այս առարկան սարքեցի, եւ այս առարկան ինքը գիտակցություն ունի։ Ես կհամաձայնվեմ դրան, որ ասենք, ես իրան սարքել եմ որպես մկրատ, որպեսզի ինչ-որ բան կտրեմ, չէ՞։ Բայց ինքը կենդանի էակ է։ Մեկ էլ ինքը ինձ կանգնում է, ասում է դու ով ես, որ որոշես, որ ես պիտի թուղթ կտրեմ։ Ով ես вообще դու։ Հա? Ես ուզում եմ բան, գնամ փողոցում ման գամ, օրինակ։ Ես իրավունք ունեմ ասեմ, լսի, ես եմ քեզ արարել եւ արարել եմ այս նպատակով։ Դա արդար է, թե դա արդար չի։ Արդար է, չէ՞, որտեղ ես եմ, դու ընդհանրապես կարող ես չլինեիր։ Հասկանում եք։ Հա, ճիշտ է, ես քեզ տալիս եմ ազատություն։ Ուզում ես կտրեմ, ուզում ես քեզանով կտրեմ, թե ուզում ես գնաս ման գաս, ուզում ես գնաս ման գաս, գնա մանարի։ Բայց հետո այնտեղ լացուկոցուց չդնես, որ առանց ինձ լավ չի։ Կոպիտ ասած էլի, շատ եմ կոպտացնում։ Հասկանում եք, որ իմ բանը, թե ես ինքս քեզ ինչի համար եմ արարել, որ ես թուղթ կտրեմ։ Հիմա ուզում ես համաձայնվի դրա հետ, չես ուզում մի համաձայնվի։ Հասկանում եք, չէ՞։ Եթե շատ ենք կոպտացնում, որ հասկանանք ինչի մասին է խոսքը։ Այսինքն այստեղ կենդանիակը ինքը ընտրում է իր մարմինը, թե ինքը ինչ է, այստեղ ինքը այս հավերժության գաղափարն է շատ կարևոր հասկանալ։ Ինչի մասն է խոսքը։ Հավերժություն դա նշանակում է, որ միշտ կանք մենք, ինչպես Բաղդասարյանը գիտարում ասում է դերքիշտան, եւ միշտ կա ինքը։ Եվ ինքը գլխավորն է։ Հա? Երանելի աշխարհում են ապրում այն կենդանիակները, ովքեր ընդունում են իր կամքը։ Այսինքն, եթե ինքը ինձ մկրատ է սարքել, ես ընդունում եմ, ես համաձայն եմ, այսինքն ոչ թե ես տհաճությամբ եմ ընդունում, այլ ես ուրախ եմ, որն է ամենակարևոր գաղափարը, որ ես ուրախ եմ, որ ես կամ առաջի հերթին, այ դրա համար եմ ուրախ։ Երկրորդ հերթին, այսինքն ես կենդանիակը ինքը ինչ-որ ինքն իր հերթին, չէ, հոգեբանական բաներ պիտի անցնի, որպեսզի
գարմոնիա լինի կենթանեակի եւ Աստծո միջև։ Մենք պիտի հասկանանք, չէ՞, տեղ ինչի մասին է խոսքը։ Հասկանում եք, չէ՞։ Դուք մոտավորապես հիմա գնահատում եք, ինչպիսի հոգեբանական խնդիրների մեջ են մտել արիացիները եւ քննարկում են։ Հա, հիմա տեսեք, ասենք, չէ, իրանք էլ առաջին գանը, որ ուզում են, որ կենթանեակը հասկանա, դա նա է, որ դու պիտի առաջի հերթին Աստծուն անսահման շնորհակալ լինես, որ դու կաս։ Եվ ընդ որում կաս հավերժ։ Հա, եւ ընդ որում կաս արարված արարված արդեն սխալ խոսք է հոգևոր աշխարհի համար, հա, կաս այն կենթանեակի մասը, որը ինքը բարիացակամ է, որտեվ կարող էր չար լինել, բայց ժամանակ ինչ կասեիր, երբ որ քեզ ուղակի բռնության կենթարկեին եւ վերջ։ Հասկանում եք, այսինքն ինչ որ շարաններ կան իրականության, որ կենթանի էակը ինքը պիտի ուրախ լինի։ Եթե ինքը ճիշտ է գնահատում, ինքը ոչ մի պատճառ չունի տխրելու։ Եվ ամենակարևոր բանը, որ պիտի հասկացվի, դա է, որ Գերագույն Աստծո ազնվորությունը, ով ուզում է մենք լինենք իր սիրեցյալը, թե լինենք հոգևոր աշխարհում մի հատ բան փոշու կտոր, բոլորի երանությունը ապահովում է։ Հասկանում եք, ամեն մեկը ինքը իր տեղում ունի իր երանությունը։ Այս է միակ կետը, որի շուրջ առաջանում են բազմազանության բոլոր խնդիրները։ Ընդունում են, թե չեն ընդունում այս կետը, բայց այստեղ հենց ամենասկզբից Շուկատևը Գոսվամին ինքը ասեց կենթանեակը ունի անփոփոխ ձև։ Իսկ ինչ է դա նշանակում հոգեբանական տեսանկյունից, երբ որ կենթանեակը նյութական աշխարհից վերադառնում է հոգևոր, եթե թույլ կտաք, մենք դրա մասին կխոսենք մի փոքր ավելի ուշ։ Իսկ այսքանը։ Ես կարծում եմ, որ թեման ինքը բավականին բարդ էր, այս տեքստը ես ամենասկզբից էլ ասեցի, որ շատ բարդ կանցվածք ունի, եւ մենք հիմա ձեզ հետ խոսում ենք խորությունների մասին, որոնց մասին իրականում ես համեստ կասեմ հազվագյուտ են խոսում։ Ասպես, սերներս այսօր էլ այսքանը։